Սաղմոս 107-րդ Գոհացեք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Տիրոջ փրկվածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից, որ իրենց ժողովեց երկրներից, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից, որ իրենք մոլորված էին անապատի մեջ, անջուր ճանապարհներին, որ բնակելու քաղաք չէին գտնում, որ սոված ու ծարավ էին, և իրենց անձերը թուլացել էին իրենց մեջ, և իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից և առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ բնակության քաղաք գնան։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին, որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։ Նրանք, որ նստում էին խավարի և մահվան ստվերում, նեղության մեջ և երկաթով կապած, որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները։ Նաև նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությամբ, և նրանք տկարացան և ոչ ոք չկար, որ օգներ, և իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։ Նրանց հանեց խավարից և մահվան ստվերից և կոտրատեց նրանց կապանքները։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին, որովհետև նա փշրեց պղնձե դռները և երկաթե նիգերը կոտրատեց։ Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին։ Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին, և իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։ Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց, և նրանց ազատեց իրանց կորստից։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։ Թող գոհությամբ պատարագներ մատուցեն և ցնծությամբ պատմեն նրա գործերի մասին։ Նրանք, որ ծովն են իջնում նավերով և գործ են կատարում հորդառատ ջրերի մեջ, նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդների մեջ։ Նա ասաց և մրրկալի քամի փչեց, բարձրացրեց նրա ալիքները, դեպի վեր երկինք ելան և վար անդունդ իջան, և նրանց անձերը մաշվեցին նեղությունից, շփոթվեցին և տատանվեցին հարբած մարդու պես, և նրանց ողջ իմաստությունը կորավ։ Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։ Մրրիկը հանդարտությամբ փոխվեց, և նրա ալիքները հանգստացան։ Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ, այնտեղ, ուր որ ցանկանում էին։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։ Թող նրան բարձր կովեն ժողովրդի հավաքույթում և ծերերի ատյանում օրհնեն նրան։ Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը ծարավ երկիր։ Պտղաբեր երկիրն աղի հող է դարձնում նրա բնակիչների չարության պատճառով։ Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկրի ջրերի հոսանքի։ Այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հիմնում բնակվելու համար։ Արտեր են ցանում և այգիներ տնկում, որ պտուղ ու բերք բերեն, և նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։ Բայց դարձյալ պակասում են և իջնում իրենց չարիքների նեղությունից ու տրտմությունից։ Նա անարգանք է թափում իշխանների վրա և մոլորեցնում է նրանց ճանապարհը անապատում։ Բայց աղքատին բարձրացնում է խեղճությունից, և նրա ցեղը դարձնում է ոչխարների հոտի պես։ Ուղիղները պիտի տեսնեն և ուրախ լինեն, բայց ամեն անօրենություն պիտի փակի իր բերանը։ Ո՞վ է իմանում, որ այս բաները պահի։
Նա պիտի հասկանա Տիրոջ ողորմությունները։